Վերջին մի քանի օրերին Հայաստանում լայնորեն խոսվում, արծարծվում է այն թեզը, թե իրականում Հայաստանի նկատմամբ ոչ մի հարձակում էլ չկա, Եվրամիությունը եթե ուզում է գալ օգնել կամ բերվում է կամ գալիս է կամ կանչվում է, որպեսզի գա օգնի Հայաստանի իշխանություններին առաջիկա ընտրությունները ռիսկերից զերծ պահելու համար, ահա դա է հիբրիդային հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Այստեղ բանն է, մի կաթիլ մեղրն է, ամեն մատրյոշկեկի սխեման է, էլի։ Մի խումբ համարում է, որ այդ խմբում եմ ես, որ Ռուսաստանի Դաշնությունից եւ պրոռուսական ուժերի կողմից պրոպագանդիստական հարձակում կա, այդ խմբի անդամների մեծ մասը այդ հարձակումը համարում է հիբրիդային, ես համարում եմ այդ բառը չսազող տեղ բոլորովին, ծամոն է, ընկել է համաշխարհային լեքսիկոնի մեջ ու անընդհատ արձարծվում է այդ բառը, թողնենք այդ բառը, ես իսկապես համարում եմ, որ դրսից լուրջ արշավ կա եւ ներսից էլ իրենց գործակատարներով Հայաստանի վարկաբեկման, ժողովրդավարության վարկաբեկման, մարդու հիմնարար ազատությունների, Հայաստանի ինքնիշխանության դեմ սև արշավ է տարվում, պրոպագանդիստական, նեգատիվ պրոպագանդիստական արշավ է տարվում։ Եվ եթե այդ արշավին ինչ-որ մեկը օգնում է, այս դեպքում ասենք, թե Եվրամիությունը ասել է մասնագետներ կուղարկեմ, պատրաստ եմ ուղարկել, Արարատ Միրզոյանն է դիմել մեզ, լուրերը այդ մասին եղել են, ես պատմել եմ այդ մասին, պիտի որ հիշեք, հա։ Ուրեմն, ահա հենց դա Եվրամիությունն է, որ արշավում է Հայաստանի տրվածքը ուզում է փոխել այս կոմենկոմ, հա։ Հիմա այդպես խոսողների դեմ քննադատությունը նորից կարող է որակվել արշավ, այս քննադատողներին քննադատողները նույնպես կարող են որակվել որպես պրոպագանդիստական արշավ եւ դա վերջ չունի, էլի մի խոսքով։ Մոլդովական սցենարը թույլ չտալու իմաստը տարել է երկակի։ Մի կողմից, երբ օրինակ ես եմ ասում կամ ինձ նման մտածող մարդիկ են ասում մոլդովական սցենարը թույլ չտալ, ես դա ասում եմ այս իմաստով, թե արտաքին միջամտություն, անօրինական միջամտություն, դրսից կլինի, թե ներսից կլինի Հայաստանի ընտրություններում արդյունքների վրա ազդելու համար, ուրեմն պիտի թույլ չտալ, իշխանությունը պիտի խափանի այդ գործիքները։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։